Նոյեմբերի 30-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում գործնական աստվածաբանության հոսքի 2 ուսանող մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեց։ Քննող հանձնախումբը նախագահում էր փիլիսոփայական գիտությունների թեկնածու դոցենտ Պարքև Բարսեղյանը։ Պաշտպանությանը ներկա էին թեզերի գիտական ղեկավարները, ընդդիմախոսները, ճեմարանի ուսանողներ։ 6-ամյա ուսումնառության ավարտին Նարեկ եւ Դավիթ Սարգսակները ներկայացրին իրենց գիտական ուսումնասիրությունները։ Նարեկ Սարգսակ-Թեմուրյանի հայ եկեղեցու քրիստոսաբանական միտքը 8-ից 9-րդ դարերում վերնագրով մագիստրոսական աշխատանքն ամփոփում է տվյալ ժամանակաշրջանի մեծանուն հայրերի գործերը։ Ավարտաճառի վրա Սարգսակը սկսել է աշխատել 5-րդ կուրսից։ Եկեղեցագիտական ուսումնասիրությունների տեսանկյունից արդիական թեմա է ընտրել։ Նա անդրադարձել է հայ եկեղեցու համար խռովահույս ժամանակահատվածներից մեկին 8-ից 9-րդ դարերին, երբ ակտիվ փուլ էր մտել քաղկեդոնական ոչ քաղկեդոնական եկեղեցիների դավանաբանական պայքարը։ Իր աշխատությամբ Նարեկ Սարգսակը փորձել է ցույց տալ, որ հայ եկեղեցու երախտավորները, ինչպիսիք էին օրինակ Հովհաննոց Ձնեցին, կարողացել են բարձրարժեք աշխատանքների միջոցով հիմնավորել, փաստել եւ ամբողջական տեսքի բերել հայոց եկեղեցու քրիստոսաբանությունն ու ուղղադավան ուսմունքը։ Փորձում ենք աշխատանքով ցույց տալ, որ տվյալ ժամանակաշրջանի հայրերը, ինչքան էլ որ քաղաքական ճնշումներ եղել են, նրանք ցույց են տվել, որ հավատարիմ են մնում ուղղափառ եկեղեցու դավանությանը եւ անխախտ կերպով պահում են առաքյալներից փոխանցված հավատքը եւ քրիստոսաբանության վերաբերյալ բոլոր այն կարևոր մտքերը, որոնք արտահայտվել են 5-րդ դարում ուղղափառ եկեղեցու կողմից, կարծես բյուրեղացվում եւ ամփոփվում է 8-րդ դարի մեծանուն հայրերի կողմից եւ մասնավորապես Սուրբ Հովհաննոց Ձնեցի հայրապետի, որը տվյալ ժամանակաշրջանի հայրապետն էր, Խոսրովիկ թարգմանչի, Հովհաննես Մռութի, Ստեփանոս Սյունեցու աշխատություններում մենք տեսնում ենք, որ նրանք ամփոփում են ու բյուրեղացնում են ժամանակաշրջանը։ Դավիթ Սարգսակ-Սերգեյենկոն ծնվել է Սոչի քաղաքում, պատանեկան տարիներից սպասավորել է տեղի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում, իսկ 2019 թվականին ընդունվել է Գևորգյան ճեմարան։ Դավիթն իր ծառայությունը շարունակելու է Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ հրատարակչական բաժնում է սպասավորում։ Սարգսակները որպես կանոն իրենց ցանկությամբ եւ գիտական ղեկավարների առաջարկությամբ են ավարտաճառի թեմաները որոշում։ Դավիթ Սարգսակի ընտրած թեման պայմանավորված է իր ծառայության վայրի հետ։ Ռուս ուղղափառ եկեղեցու սոցիալական հայեցակարգի հիմունքներին է անդրադարձել Դավիթը, որն ըստ քննող հանձնախմբի առաջին անգամ է մանրամասն ուսումնասիրության առարկա դառնում։ Այսօրվա սոցիալական բազում հարցերի լուծման հիմքում դրված է քրիստոնեական ողորմածությունը, գտասրտությունը եւ այլ աստվածաբանական ըմբռնում։ Թեմայի նպատակն էր ուսումնասիրել ռուս ուղղափառ եկեղեցու սոցիայեցակարգի հիմնական ասպեկտները, անդրադառնալով աստվածաբանական, մարտաբանական հիմքերի ասպեկտների վրա, հասնելով մինչև գործնական կիրառում։ Սարգսակն անդրադարձել է եկեղեցու սոցիալական ծառայության հիմնական սկզբունքներին, համեմատական վերլուծություն է կատարել հռոմեակաթոլիկ եւ ռուս ուղղափառ եկեղեցիների սոցիալական հայեցակարգերի միջև։ Ըստ հանձնախմբի նախագահի, մեր եկեղեցու սոցիալական ոլորտի աշխատակիցների համար ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել։ Այսօր ունեցանք 2 հաջողված մագիստրոսական թեզերի պաշտպանություն, Սարգսակները բավականին մեծ աշխատանք են կատարել, խորամուխ են եղել իրենց ընտրած թեմաների հետազոտությունների, ուսումնասիրությունների եւ սկզբնաղբյուրների մեջ, կարողացել են համակարգված տարբերակով ներկայացնել իրենց աշխատանքը ինչպես որ կարգն է, ինչպես որ մագիստրոսական թեզերի պահանջներն են ըստ էության եւ կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իդեմս Գևորգյան հոգևոր ճեմարանի կարողացավ հերթական հունձքը քաղել։ Սարգսակները հաջողությամբ պաշտպանեցին մագիստրոսական ավարտաճառերը։ Նրանց ուսումնասիրությունները ընդունված կարգի համաձայն կզետեղվեն Մատենադարանի եւ Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարաններում։ Աշխատություններից կարող են օգտվել թե աշխարհականները, թե եկեղեցու սպասավորները։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։